Ձեր պահանջը արդեն հստակ է, բայց ակնկալիքները անորոշ են, հաշվի առնելով նախորդ փորձը դարձյալ դատախազության մոտ ակցիա, ընդունելություն։ Այս պահին ինչ ակնկալիքով եք այստեղ, որ ինչ կփոխվի։ Ակնկալիքը նախ ներկայանամ Սերգո Գալստյան, անմահացած Լևոն Գալստյանի հորեղբայրն եմ, նույն կարգավիճակ, ինչպես մեր Արսենն է, այն կարգավիճակ հորեղբայր։ Ասեմ ինչի համար դատախազության դիմաց, որովհետև որ այս օրենսդիր մարմինների գլուխը դատախազությունն է, ճիշտ է։ Դրա համար մեր ակցիա խաղաղ, որ ոչ մեկ չփորձեն ասենք հրահարենք ամիշոն մեկին ուղղորդեն, առաջնահերթ այն վիճակով Արսեն Ղուկասյանի առողջական վիճակը ու իր համապատասխան է վիրահատությունները սրտի հետ կապված ամեն մի ստենդավորումն է, բաց վիրահատությունն է, արգելքը հանդիսանում ապօրինի կանանքի համար։ Ասենք եթե մի մարդ ուզում է գնա դատի ու լսի Մասիս Մերկոնյանն այդ դատավորը, կարող է դատարանի դահլիճում չհավաքվեն իմանա, որ միանգամից կալանք է արձանագրվելու։ Ով դեմ է իրականությանը, այս ներկայիս իշխանությանը պարտված, ասենք 5 տարի է, ասենք այս ամեն ինչը ընթացքի մեջ է, հայ ժողովուրդը տեսնում է այս ամեն ինչը։ Մի դավաճան հրապարակավ չեն բերել, չեն դատել, այսօր դատում են այն մարդկանց, ովքեր 20 թվականից եղել են Արցախում, որոնական փրկարարական աշխատանքներում, ամեն ինչը մասունքները հապարհացքորեն առած ուղարկած Հայաստանի Հանրապետություն, այդ ամեն ինչը ստեղ քանդած, տարբեր ռեֆրեժատորներում, տարբեր մարզերում պահված, ասենք ու դնքները պրծած, ասենց ասեմ, այս ներկայիս իշխանությունները ամեն մեկ իր հերթին գալիս է պատասխանատվության ժամը փոխում են պաշտոնավարման, որ այդ ամեն ինչի պատասխանատվություն կա։ Բայց ծնողներից ինչ են ուզում, ինչ խուլիգանություն արել Արսեն Ղուկասյանը։ Արսեն Ղուկասյանը նախապես իր ծննդի օրը, որը ամենադաժան օրն է սեպտեմբերի 27-ը, որը մարդը իր ազեկել է պետական մարմիններին, պաշտպանության նախարարության մեջ տրել ենք մեր երեխեքին։ Մարդը իրավացիորը դասրա, որ այս ինչ օր ասենք կգաք կհանդիպեք։ Գալիս է սույն օրը, մարդիկ չունեն արհամարհանքով վերաբերվել։ 5 տարի արհամարհեն են մարդկանց, ովքեր պայքարում են։ Հետո այս հանրությունը թվում է դիտակցի Արսեն Ղուկասյանի կարգավիճակը։ Ու ֆեյք սայթերին ես մաղթում եմ, լիարժեք ցանկանում եմ, ինչը որ վերապրում Արսեն Ղուկասյանը, ցանկանում եմ լիովին ֆեյք սայթերը հովանավորները, ովքեր որ գրում ու վարքաբեկում են Արսեն Ղուկասյանին։ Արսեն Ղուկասյանը պատերազմի ընթացքում կորցրել է իր եղբայրը։ Իր կալանավորման օրը 5 տարի առաջ վերջին անգամ տեսել է իր նահատակված եղբայր որդուն, որը հիմա անհայտ է։ Ոչ դենեքը կա, ոչ գերիների ցուցակում կա։ Ինչ անի մարդը չպայքարի այդ երեխա համար։ Ինքը ոնց կարա գնա խնկարկի իր աղբոր Շիրիմին, որ ասենք նստի տունը սպասի տենան ինչ են անում այս պետությունը։ Տերն եք այս պետության ստերը, տերն եք այս պետության փնթի կարգավիճակը։ Հիմնավոր են ինչ որ հանձնաժողով են կազմակերպում, որը որ որոշում են համ քառօրյա, համ 44-օրյա պատերազմը։ Նույն Անդրանիկ Քոչարյանը էֆիրով խոսում է երկու եղել Արցախում ինքը։ Համաձայն եք, բայց երկու օրվա Արցախում գտնված ու 10 ամիս հետ պատերազմի շրջանում գտնված մարդկանցից, եթե ոչ մի բան չեն համագործակցում նյութ չունեն, իրանք երկու օրում ոնց հասկացան այդ հանձնաժողովը կազմակերպել, կամ նույն բնայի դիմաց։ Նույն Անդրանիկ Քոչարյանն ասում էր, որ այնտեղ ջունգլիները ոչ մի ծնող չեն մտնում։ Հիմա ես իրան կարամ որակավորեմ ինքը ջունգլի Անդոնը, ոչ թե Անդրանիկ Քոչարյանը։ Պարոն Գալստյան, 44-օրյա պատերազմի զեկույցից խոսեցիք, այդ զեկույցն ի վերջո հայտնվեց Ազգային ժողովի արխիվում։ Ըստ ձեզ ինչու, ինչից խուսափեցին, ում համար էր Ալեն Սիմոնյան, Անդրանիկ Քոչարյան բանավեճը, եթե ի վերջո դա հայտնվելու էր արխիվում։ Ես անկեղծ ասեմ ձեզ, հիմա նայեք, ասենք ներկայից, ասենք բոլորը գցում են նախնիների վրա, ես մի բան ասեմ, ես կուսակցական մարդ եմ, իմ կուսակցությունը մեր նահատակ տղաներն են, իմ պայքարը արդարությունն է, խոսքի ազատության ճիշտ դրսևորումը Հայաստանի Հանրապետությունում։ Հիմա ես ասեմ, եթե ղեկավար անձը, եթե այսօրվա Հայաստանի Հանրապետության 18 թվականից նստած է եղել ղեկին այդ անձին, բնականաբար ինչը պետք է հրապարակեն, իրանց տված կիքսերը, իրանց հայրենիք վաճառքը, ինչը պետք է իրանք ցույց տան մեզ։ Ասեք 5 տարվա մեջ, որպես դուք լրատվամիջոցներ ամենտեղ այցելել եք, մի տեղ տեսել եք, ինչ որ մեկին բերեն դատական իրավիճակ, ասեն, սա դավաճանն է։ Այսօրվա մեր խաղաղ ակցիայից հետո ինձ դատա գնալու նույն ձևի մեր երեխեքին, որ ասեք իմ եղբորս որդին է, Արսենի եղբոր որդին է, այս 4 տարի է դատական պրոցես է գնում։ Ինչ փուլում է այդ դատական պրոցեսը։ Պետք է 18 տարի են այդ նույն անձին ասել, բայց այդ մի սպայով էլ չի, չէ՞, մի ծաղկով գարուն չի գալ, այդ սպան վերադաս է ունեցել։ Ոնց է լինում, որ ասենք մենք մեր խոսքի ազատությունից զրկվում ենք, մենք միանգամից կալանավորենք, հանցագործենք, խուլիգանենք, ու այդ ընթացքում ասենք լինում է, որ ասենք այդ նույն անձի կարող են հանգիստ հատեն Հայաստանի Հանրապետության սահմանն ու գնան գլխավոր այդ հրամանատարները, այդ էլիտան, ովքեր որ պատասխանատու են թե հարավային թևի, թե հյուսիսային թևի զորքերին։
Ով կարա ինձ բացատրի։ Արսեն Ղուկասյանի հանցանքը ո՞րն է, որ մարդը Արցախում այդ ընթացքում 20 թվականից հետո նոյեմբերից դաթարից հետո որ այդ մարդը 2 հատ իփա կնդե է տարել։ Մեր ներկայությամբ պատանի։ Դրանից հետո Արսենի սրտին ապարատա դրած։ Այդ նույն օրը նույն ոստիկանը որ գրում է ինքը ինչ կղճովա հաց ուտում կամ իր երեխու աշկերի մեջ նային։ Ինչ ձև ինքը ոստիկանն է, չէ ռազմական։ Որ ասենք անկանոն, սխալ, դավաճանություն, չգիտեմ ինչ անելու համար կանխեն, չեն ամեն ինչը, ոչ թե կանխեն նույն ձևի զոհված անհետ կորած, ասենք ծնողին ի՞նչն է բրդելը։ Ես բոլորիդ բարձ ասում եմ, այդ օրը խաղաղ ակցիա էլի տեղ ունեցեք, անկնել եք տարբեր կապեպեներում։ Մեզ զանգ եկավ, ասեցի, որ ծնողներին այդ ներքևի կապեպեներում գծեգետին տշում են։ Բնականաբար մենք մինչև իջել ենք ներքև, արդեն հրմշտոց է եղել։ Արսենի տերում եք բոլորդ եք ամրակազմ տղամարդ է, ու ոտիետը խնդիր ունի այդ մարդը։ Ասեք, այդ մարդը ձեռնափայտ է հանում, վատ էն է, որ ասում են արմատուրա է։ Եթե արմատուրա է, մտցնեք Արսենի համապատասխան տեղը, իսկ եթե ձեռնափայտ է, ովքեր որ գրում են ու վարքաբեկում են իրանց համապատասխան տեղը։ Մեր ակցիա խաղաղ է, մենք ուզում ենք արդարադատություն լինենք, ուզում ենք ավելի լինի ճիշտ հիմքերի վրա։ Ձեր այստեղ գալու ակցիայից առաջ նախորդին կարծեմ գրառում եք կատարել լրացնելու ճնշումների մասին, ձեր խոսքում էլ թեև անդրադարձակ, ամեն դեպքում օրինակ ինչից են վախենում իրենք ձեզ այդ շփումներից կամ ձեր խոսքը ինչու են ուզում այսպես լրացնել, ինչով եք խանգարում իրենց, եթե պահանջում եք ձեր պահանջն արդարել, ինչ մտահոգություն, ինչ մտավախություն ունեն, պատասխաններ չունեն, ի վիճակի չեն խաղաղության գործընթացին եք խանգարում։ Ինչ խաղաղության գործընթաց։ Ինչով կարա բացատրի, ինչ խաղաղության գործընթաց, եթե Հայաստանի Հանրապետության ոչ մի դիրքերում մեր դրոշը չկա դրված։ Հասարակ մի հատ ինչ խաղաղության մասին է խոսքը գնում։ Եթե քո սուվերեն տարածքում դու քո երրագույնը չես կարող ծածանես։ Երրագույնը մենք երրաբրուրում է ծածանում բավականին։ Խոսքի ազատությունները, որ ասենք մենք 21 թվականից հետապնդման մեջ ենք, դատական պրոցեսների մեջ ենք, ասենք պետական այրերը սիրուն նստել են փափուկ աթոռներին, թող ինձ ների աստված, ես չեմ դատավորում, այս որոշ ծնողներին կարացել են երկու գրոշով, ինչ որ մի հատ պաշտոնավարման դիրք տալով, ասենք մարդը ցույցեց առու ծախակրում։ Հայրենիքի առու ծախակրում, անգամ ներսում։ Մեզ լրացնելը դա է, ով որ հակա է այս իշխանությանը, իրականությունը գիտի։ Հիմա ասենք ով պետք է Արցախում լինես, չէ՞ որ դե համուհոտը տենաս։ Պետք է անդել լինես, որ հասկանաս, ասենք ես անձամբ բարկասուս ենք անես չի որ նոր ի հայտ եմ եկել։ Ասենք մենք Տարածած թուրքի դերը մեր սուրբ մասուկներն ենք հավաքել բերել, ու այդ մասուկները գալի ստեղել է մասնակում, ու ասենք այդ աշխատանքները շատ բարդ, այդ աշխատանքները ինչքան պետք է դու քեզ կորտաս, որ շոքած տշտամուկներն այդ մասուկը հավաքես։ Գա հասնի տարբեր տեղեր, որ ժողովրդին ժամանակ տանեն ու սկսեն, ասենք կոպիտ ասած, ծորտին, որ ասենք այս մարդիկ всё, արանքից պարակն են։ Դուք բոլորը գիտեք, որ Արսեն Ղուկասյանը միշտ չի եղել, որ ասենք ինչ-որ մեկի կողմնակիցն է եղել։ Ինքը եղել է անկուսակցական, ինքը հոպար է, ինքը մանագալ իր նահատակ եղբոր որդուն։ Այդ մարդը եղել է Արցախում, այդ մարդը իր կյանքը, իր ամեն ինչ ուրանալով իր ընտանիքը կպել այդ երեխու որոնողական աշխատանքներին։ Այդ մարդը իր երեխուց լուր է ուզում։ Այդ մարդը ոչ պաշտոն է ուզում, ոչ փոխ, ուղղակի լիքը հանրություն, լիքը անիմաց ծախված ծնողներ ցեղ են շպրտում Արսենի վրա, ու իրանց համար միակ խոսացողը Արսենն է, լրացնելու համար այսօր դրությամբ։ Խտերը կա բժշկական, ամեն ինչը կա։ Ու մի հատ է կամ ասես Մելքոնյան, որը որոշում է կայացնում, всё, որ մեր բոլոր, ասենք, քաղբանտարկյալ ծնողներ ունենք։ Ով այդ դատավորը, որ պետք է որոշի ինչ անցանք պետք է անի այդ ծնողը, Արա Ռոստոմյանը կլինի, Գարի Գալեյանը կլինի, բոլորը ծնողներ են։ Դու ով ես, որ դու այդ մարդուն զրկես քո երեխու շիրիմը խնդարկել։ Ով ես դու։ Ինչ ես ուտում դու։ Ուրա գնում ես մեր պետություն, ուրա այս ազգի թասիբ դամուսը, ուրա։ Ես էլ եմ ասում, եք ունեցել ենք ղեկավարներ Լևոն Տեր-Պետրոսյանով, Ռոբերտ Քոչարյանով, Սերժ Սարգսյանով, ովքեր իրականում հաղթած ղեկավար են եղել հայ ազգը, թե հանրապետությունում, թե հանրապետությունից դուրս եղել են հստակ հայ հպարտ քայլող մարդիկ։ Իսկ այսօր ամբողջաշարը հայ ազգը, մենք ներսում ենք, եթե դրսից հյուրեր են գալի խոսածից, գումես որ լուբոյ գտնվող Սփյուռքում կլինի, որտեղ ասես կլինի այդ հայը, իրանց զգում է ճնշված։ Որտեղ տենմա որ ստե խոսքի ազատություն չկա։ Ով չի թելում այսօրվա իշխանության, այսօրվա ղեկին նստածների թելը, ուրեմն ինքը պետք է ես չեմ վախում, ասում եմ, Նիկոլին ես չեմ ընդունում, ասեմ ինչի մար ստի վրա ոչ մեկ չի կառուցելու այս պետությունը։ Ինչքան պետք է խափենք, դե որ տեցա բոլորիս աշկի դեմն արարած սարը, թող գալ մեր աշկերու լեզուները կդրեն։ Թող ասեն ձերը չի, ոչ մերը չի։ Այան այդ Արարատի կանչը, սարի կանչը բոլորի երակների մեջ է, մենք ամեն ասում հելնելուց, լվացնելուց տենում ենք այդ սարը։ Ինչ են ուզում, հայ գենի մեջ չի կարող ներնի ամեն ինչը։
հայ ունի գեն, հայը ունի նամուս, հայ ունի թասի։ Իսկ ովքեր ոչ մեկ չի կարա։ Գարեգի դժտերն ասում է, չէ, խավար գիշերից հետո գալու է լուսաբացը։ Ինչ է լինի, մենք խավար գիշերի մեջ ենք։ Լուսաբացը գալու է, մեկը թող ինձ հիմնավորի, ասի Արսեն Ղուկասյանին, այս խուլիգան, ես էլ եմ խուլիգան, ես էլ եմ ներկա եղել։ Ես չեմ հրաժարվում, ես էլ եմ խուլիգան, ես էլ եմ այդտեղ մասնակից եղել։ Բայց խուլիգանը, երբ որ դու տենաս գազ, հաստես է, կապեպ է, տենաս է ծնողին գետին են գցել։ Ինչ պետք է անես, հանգիստ տայնես, պրոստը զուտ, ասես դավայ, լանը, ծեծեք ես ծնողին, ինձի հանգարց բակով չկտնեք։ Ինչ անեք, ասենք էլ ոչ մի ծնող առողջական չունի, առողջություն չունի։ Ծնողներ կան մահացել են։ Ինչ անեք, լռենք, ինչին հանուն, ինչի լռենք։ Մենք էլ ենք չեմ յոլ գնալու երկու։ Ինչ անեք, նստենք հանգիստ, սպասենք, տենակ ինչքան է խափում, ինչքան ձգի ժամանակ, սեր չի կարա շարունակվի։ Դրա համար մեր օշնա, մեր ծնողներ կան, շատ մարդիկ կան ի վիճակի չեն, առողջություն չունեն, որ այսօր գան ներկա գտնեն, շատ մարդ կա, ցանկանում է գա։ Բայց հոգնել է այս ազգը ստից, ասում են հա գնանք, գանք, ասում են վիճակի չեն։ Շատ մարդիկ պատրաստվում են այսօրվա այդ նույն դատավարությանը, որը պետք է լինի մեր երեխեքին տարած թուրքի վերանտված անհիմն։ Թուրքի վերանտված այդ սպայի դատավարությունը, ով այն դատում սովորական փոքր սպան է, ոչ լուրջ ղեկավար անձի, ովքեր որ ասենք մարդը վարել են, մարդը կազմակերպել են, հրահանգները տվել են։ Մենք էլ Արցախում ենք եղել, նույն ձևի ասենք մեր երեխուց 3 կիլոմետր ենք եղել։ Բայց ասենք ես չեմ եղել, ասենք որպես զինվորական, ես որպես հոպար, որպես իմ այրան կանչով ես գնացել եմ Արցախ, մեր երեխու հետևից, բայց ես բայվիկ չէի։ Չի կարա չտա։ Եթե մենք Հայաստանի Հանրապետություն ենք, Թուրքիայի վիլայեթում չենք, ուրեմն պետք է տա։ Ուրեմն մարդիկ պետք է հասկանան, հա գրառումով ուղարկում ես, բայց այդ թուղթը երբ պատասխան կունենա։ Ինչ կանի, ոչ մեկը չեն կարող ասենք, ավելի լավ չի մենք մեր ձայնը բարձրացնենք, ինչքան է որ ձայնի ազատությունը։ Հիմա կտենակ, այս եթերից հետո, եթե Արզենիկ արձակեն, մինչև երեկո դատ կնշանակեն, թեկուզ տնային կալանք կտան, դուք հասկանում եք Արսենին մայրիկի կարգավիճակը։ Փորձել է որդուն, փորձել է թորարը, չգիտի ինչ կարգավիճակում է, X-ը անհայտը ամենավատ կարգավիճակն է։ Մենք էլի երրաբլուրում տեղ ունենք, ես գիշերը ամեն գիշեր եմ գնում։ Էլի գնում խնկարկում ես, դուք ես մեղավոր զգալով։ Հիմա Արսենը ոնց կարա այդ ախոր շիրին խնկարկի, երբ որ ինքը ասեք չի կարող այսքան պայքարից հետո ինչ որ մի փոքր լուր ունենա։ Ինձ եթե կարող բացատրեք, ասեմ հա, ասենք մենք այս ակցիան կազմակերպել ենք դրա համար, որպեսզի հանրությունը հասկանա, որ Արսեն Ղուկասյանը հանցագործ չի։ Արսեն Ղուկասյանը պայքարում է նահատակ եղբոր որդու համար։ Արսեն Ղուկասյանը որ պաշտոն է ուզում, ոչ փող է ուզում։ Շատ մարդիկ կա որ ցեխ են շփրտում, ֆեյք սայթեր հովանավորները թուրքեր են, ովքեր որ միշտ ուզում են այս սուրբ պայքարը։ Էլ Նիկոլ ինչի վրա ասում։ Եկեղեցու վրա անցավ, ինչքան կալանավորներ են։ Ես մեր բոլոր կալանավորներին ողջունում եմ։ Համբեր եք ընկերներ ջան, մի քիչ համբերեք, ինչև հասկանանք։ Եթե մեր ձենը տեղ կհասնի, եթե թասի նամուս մենք Հայաստանի Հանրապետությունում ենք, ուրեմն այսօր Արսենի հետ կապված դատական վճիռ կփոխվի։ Իրականում այդ մարդու առող, եթե լրացում չի խոսք, եթե մարդու առողջական վիճակը տեղին չի, ասենք բոլոր կետերով բռնում է որ այդ մարդը չի կարող կալանք տվի։ Էլ ինչ հիմքով են նստածում։ Ու մի բան էլ ասեմ, եթե Աստված չանի մի բան եղավ Արսենի, դրա պատասխանով է տալի Մասիս Մերկոնյանը, ով է տալու, դատախազա տալու գլխավոր։ Մենք հասկանանք ով է տալու։ Մենք դրա համար ենք եկել, դրա ումից ենք պահանջել, թե Աստված չանի Արսենի հետ ինչ որ որևէ մի բան լինի, թող լեզուն պահպանվի։ Իմ ասածս է կա ժողովուրդ ջան, ծնողները չեն ուզում ոչ պաշտոն, իրական ծնողները, քծնվողները չեն։ Շատ մարդիկ կան, որ տակից քծնվում են, էլի հոգով սիրում են, իրանց երեխեքին ուրացել են ու ասել են կպել են այս պիղծ իշխանության։ Իշխանությունը դուք պիղծ եք։ Այնքանով եք պիղծ, որ դուք երկու օրում չեք կարող որոշեք, ասենք ինչ եղավ պատերազմը, խի եղավ պատերազմը։ Պարզ տենում ենք։ Մի լուբոյ հայն հարցնեք։ Իրանք լավ են ատում, ինչ խաղաղություն։ Ո՞ն է խաղաղությունը։ Շնորհակալ եմ, պարոն Գալստյան։